Բարև ձեզ սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այսօր մենք կսովորենք Վաճառական Ադիբեկի Սարգսյանի ստեղծած «Իրավունքն է ծնում պարտականություն» հետաքրքիր բանաստեղծություն դասը։ Այս դասին դու կլուծես լեզվական հետաքրքիր առաջադրանքներ, կբացահայտես քո պարտականությունները, կպատմես քո պարտականությունների մասին, կեզրակացնես, որ իրավունքներից ծնվում են պարտականություններ։ Այժմ կարդանք, մտածենք, տեսնենք ովքեր են զրուցում։ Ես իրավունք ունեմ փողոցի մի մայթից մյուսն անցնելու, բայց պարտավոր ես փողոցը անցնել անցումով։ Ես իրավունք ունեմ բնության գրկում հանգստանալու, բայց պարտավոր ես բնությունը մաքուր պահել։ Ես իրավունք ունեմ ընտանիք կենդանիներ պահելու, բայց պարտավոր ես խնամել նրանց։ Հավանաբար զրուցում են երեխաներ, ձեր նման երեխաները և մեծահասակները, կամ ուսուցիչը, կամ ծնողները, կամ տատիկն ու պապիկը։ Այսինքն յուրաքանչյուր իրավունքից հետո ծնվում է պարտականություն։ Եթե դու ունես իրավունք որևէ բան անելու, ապա պարտավոր ես դրանից հետո անել մեկ այլ բան։ Հիմա վերցնում ենք խառնագիրը և իմանանք, թե ովքեր էին զրուցում։ Իրավունքը, որ ասում էր ես իրավունք ունեմ, և պարտականությունը։ Իհարկե, իրավունքի և պարտականության խոսքերը արտահայտում էին երեխան և մեծահասակները։ Այժմ կարդանք բանաստեղծությունը և ճանաչենք մեր պարտականությունները։ Իրավունքն է ծնում պարտականություն։ Իրավունքներ ունեմ, մարդ եմ։ Ես այդ մասին գիտեմ արդեն։ Մի բառ էլ նոր սովորեցի։ Պարտականություններ մեծի։ Սակայն շուտով ես հասկացա, որ մեծի չեն դրանք բնավ։ Ամեն մեկն էլ վաղուց գիտի, ինչ-որ բաներ անի պիտի։ Ես, օրինակ, գիտեմ հաստատ պարտավոր եմ շուտ արթնանալ, թե լվացվել, թե հագնվել, նախաճաշել, դպրոց գնալ ու ճիշտ ժամին ներկայանալ, իմ դասերը լավ պատրաստել և հարցերից չխուսափել, ուրիշների կարծիքները հարգել, լսել, ճիշտը ասել։ Պիտի օգնեմ նեղն ընկածին, էլ ով կանի ինձնից բացի։ Պարտավոր եմ ազնիվ լինել, սխալներս բեռ չշինել, 10 չափել ու 1 կտրել, բայց այս մեկը դժվար է դեռ։ Այժմ հարցերով վերլուծենք մեր հետաքրքիր բանաստեղծությունը։ Ինչ նոր բառ սովորեց բանաստեղծության հերոսը։ Հերոսը սովորեց պարտականություն բառը։ Ինչ պարտականություններ էին թվարկված ստեղծագործության մեջ, կարդանք համապատասխան տողերը։ Պարտավոր եմ շուտ արթնանալ, լվացվել, հագնվել, նախաճաշել, դպրոց գնալ, ճիշտ ժամին ներկայանալ, դասերը լավ պատրաստել, հարցերից չխուսափել, կարծիքները հարգել, ճիշտը ասել, օգնել նեղն ընկածին, ազնիվ լինել, սխալները բեռ չշինել, նշանակում է սխալներից չտանջվել, չչարչարվել, ընդհակառակը սխալների օգնությամբ սովորել այլևս չկրկնել այդ սխալները։ 10 չափել ու 1 կտրել։ Ինչ է նշանակում 10 չափել ու 1 կտրել։ Երեխաներ, նշանակում է շատ երկար մտածել մի բանի մասին, հետո նոր քայլը կատարել, մտածված, ինչ որ անում են, մտածված անել ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Տեսեք, նկարազարդման մեջ նշում ենք, թե բանաստեղծության որ տողերին են համապատասխանում հետևյալ նկարները. շուտ արթնանալ, լվացվել, հագնվել, նախաճաշել, դպրոց գնալ, դասերը լավ պատրաստել, հարցերից չխուսափել, ազնիվ լինել, տեսեք պապիկի դրամապանակը գտել է աղջնակը և վազելով բերում է վերադարձնելու համար։ Այս բոլոր պարտականությունները գրված են մեր դասի մեջ։ Սիրելի երեխաներ, ինչպես միշտ, բոլոր այն առաջադրանքները, որոնք կան աշխատանքային տետրում, միանգամից կկատարենք տետրում, իսկ գրքում կկատարենք այն առաջադրանքները, որոնք տետրում չկան։ Դասից քաղած իմ պտուղները։ Պարտականությունների մասին կխոսենք, կգրենք ինչ իմացանք, ինչը զարմացրեց, ինչը դուր եկավ, ինչը հասկացա և վերջում եզրակացություն կանենք։
Մենք տարբեր ենք մեր պարտականություններով և միաժամանակ նման ենք մեր ունեցած իրավունքներով։ Կատարում ենք աշխատանքային տետրի առաջադրանքները։ Առաջադրանք 1. Բանաստեղծությունից դուրս գրիր պարտականությունները։ Շուտ արթնանալ, լվացվել, հագնվել, նախաճաշել, դպրոց գնալ, ճիշտ ժամին ներկայանալ, դասերը լավ սովորել, հարցերից չխուսափել, կարծիքները հարգել, լսել, ճիշտ խոսել, օգնել, ազնիվ լինել, սխալները բեռ չշինել, երկար մտածել, նոր գործել։ Արտագրենք բանաստեղծության վերջին քառատողում թաքնված առածը 10 չափել ու 1 կտրել, նշանակում է երկար որոշում կայացնել, հասկանալ որն է օգուտը, որն է վնասը, նոր գործողությունը կատարել։ Առաջադրանք 2. Իրավունք և պարտականություն բառերի տառերով կազմում ենք նոր բառեր, կոչվում է խաղը բառ քամոցի։ Իրավունք բառից տեսեք վար, քնար, շարունակել եմ իր, քար, վանք, քուն, ոտ, նաիվ, նշանակում է պարզամիտ, վրա, նավ, վան, իրավ։ Պարտականություն բառից քամել ենք արթուն, նպատակ, պատ, տակ, ութ, թույն, նյութ, կա, կան, ական, տարա, տուր, թակ, տապան, կապար, կապան, կապ, նույն, յուր, արդ բառերը։ Առաջադրանք 3. Հիշիր և գրիր քո պարտականություններից մի քանիսը, որոնք մշտապես կատարում ես սիրով, ոչ պարտականություններն է, որ միշտ սիրով ենք կատարում երեխաներ, օրինակ լվացվել, դպրոց գնալ, սովորել, փոքրերին օգնել, խաղանկյունը դասավորել։ Կատարում ես ոչ այնքան սիրով, ձեզանից շատերը չեն սիրում շուտ արթնանալ և ամենասխալ բանը, որ չեք սիրում նախաճաշել, երեխաներ, նախաճաշը սննդի ամենակարևոր մասն է, որովհետև առավոտյան էներգիա պիտի կուտակեք, հավաքեք, որպեսզի կարողանաք օրվա ընթացքում ծախսել այդ էներգիան։ Առաջադրանք 4. Վանտակում գրիր մի բառ, որն այս բառերի հետ կազմում է բարդ բառ։ Գրիր ստացված բառերը։ Հիշում ենք երեխաներ, բարդ էին կոչվում այն բառերը, որոնք ունեին մեկից ավելի արմատ։ Թեյ, շաքար, հաց, ճաշ, կարագ, մեղր բառերի կողքին ավելացրել եմ աման արմատը։ Թեյաման, շաքարաման, հացաման, ճաշաման, կարագաման, մեղրաման։ Սրանք բոլորը բարդ բառերն են, որոնց առաջին բաղադրիչներն էին թեյը, շաքարը, հացը, ճաշը, կարագը, մեղրը, իսկ երկրորդ բաղադրիչը կամ երկրորդ արմատը ամանն էր։ Առաջադրանք 5. Լրացնում ենք նախադասությունները։ Դասից քաղած իմ պտուղները։ Ես իմացա, որ ունեմ շատ պարտականություններ։ Ինձ զարմացրեց, որ սխալվելն էլ է իրավունք։ Ինձ դուր եկավ պարտականությունների ցանկը։ Ես հասկացա, որ իրավունքն է ծնում պարտականություն։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։